Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում սովորաբար մենք խոսում ենք կառուցապատման եւ դրան հարակից ոլորտների մասին։ Իսկ մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօր հյուրընկալել եմ Go Travel տուրիստական ընկերության հիմնադիր, ճանապարհորդական փորձագետ Լիաննա Սահակյանին։ Բարև ձեզ Լիաննա, շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք այսօր։ Ողջույն Սոնա ջան, ինձ էլ է շատ հաճելի։ Լիաննա, սկսենք սկզբից, դուք արդեն 15 տարի է ինչ զբոսաշրջության ոլորտում եք։ Ի սկզբանե կար բիզնեսով զբաղվելու միտք, թե սա ավելի շատ սիրելի աշխատանք էր, որը հետագայում վերածվեց բիզնեսի։ Իրականում, երբ որ որոշեցի բիզնես ունենալ, այդ ժամանակ 15 տարի առաջ կինը բիզնեսում, դա ֆանտազիա, ես միշտ այդ բառը հենց տենց եմ ասում, ֆանտազիայի ժանրից էր, քանի որ կանանց առաքելությունը մայրանալն էր, ամուսնանալն էր եւ այն էլ տուրիստական ոլորտ, շատ բարդ էր իրականում, բայց ես իմ երազանքներից հետ չկանգնեցի եւ որոշեցի, որ շատ սեղմ շրջանակներում բացեմ իմ գրասենյակը եւ ես անձամբ էի այդ ժամանակ հաճախորդներին սպասարկում ու հավատում էի, որ հետո ունենալու եմ մեծ թիմ, մեծ գրասենյակ, իսկ այս տարի արդեն մենք նշել ենք 16-ամյակը Ունենք արդեն մեծ թիմ, ունենք հազարավոր հաճախորդներ վստահություն ոլորտում եւ ես մեկ անգամ հավատում եմ, երբ որ մի բանի դու վստահում ես, հասկանում ես, որ դա քո երազանքն է, անհնարին է, որ դա չիրականանա։ Առհասարակ իմ հաջորդ հարցը հենց պետք է լիներ դրա մասին, գործարարությունը, բիզնեսը նույն շատ կարծրատիպերի է առնչվում առհասարակ մարդկանց շրջանակներում, որ դա տղամարդկանց ավելի շատ բնորոշ զբաղմունքների շարքից է կարելի ասել։ Իմ հարցը հետևյալն է, դեռ առ այսօր դուք առնչվում եք այդ կարծրատիպերին։ Նայեք, Սոնա ջան, ընդհանուր բիզնեսը եւ փող աշխատելը դա տղամարդկային էներգետիկա է։ Երբ որ կինը որոշում է, որ նա պետք է բիզնեսով զբաղվի, ինչ որ չափ վերցնում է իր մոտ տղամարդկային էներգետիկական ին եւ յան էներգետիկաներ, չէ՞։ Եվ շատ հաճախ կինը շատ է ընկղվում այդ բիզնես գաղափարի մեջ, այդ process-ի մեջ եւ մոռանում է, որ ինքը կին է։ Ինքը պետք է իր կանացիությամբ նաև առաջնորդվի եւ իր աշխատանքը կառուցի համապատասխան կանացի էներգետիկա։ Իմ մոտ տեն ստացվում է ժամանակ առ ժամանակ, երբ որ ես հասկանում որ կա տղամարդու էներգետիկա շատ անում, ես ասում Լիանա, ստոպ, մի հատ հետ ենք գնում, աշխարհի փողերը չես աշխատելու միանշանակ, դու եղի կանացի, դու մայր ես, դու կին ես, դու քույր ես, դուստր ես, մի մոռացի դրա մասին եւ ես շատ մեծ սիրով կհորդորեմ, կցանկանամ խորտ կտամ կանանց կամ աղջիկներին, ովքեր բիզնեսի մեջ են, իրենց կանացի էներգիայով հաստատ ավելի շատ մեծ վարձունքների կհասնեն, քան երբ որ օգտագործեն ավելի տղամարդկային էներգետիկան։ Շատ ճիշտ խորհուրդ էր կարծում եմ։ Լիաննա, առհասարակ ինչպես է պետք դիրքավորվել ոլորտում, թե որպես անհատ գործարար, թե որպես ընկերություն։ Նայեք, մեր առանձնահատկություններից մեկը, որ ես կարամ որպես այդ ձևանմուշ բերեմ, չգիտեմ բոլորի մոտ դա կստացվի թե չէ, ես իմ անունը եւ Go Travel-ը որպես բրենդ եմ օգտագործել։ Այսինքն դուք ձեզ կամ ձեր ընկերությունը սարքեք բրենդ, ճանաչելի ապրանքանիշ, կարակ տարբեր ձևերով, որպես վստահություն, որպես բազմազան առաջարկներ իրականացնող, որպես նիշային ինչ-որ ուղղություն վերցրեք, բայց այն ձևով արեք, որ միայն դուք եք անում։ Այսինքն ձեր այդ նիշային ոլորտում եղեք լավագույնը ու կենտրոնացեք ու էքսպերտ եղեք հենց այդ ոլորտում։ Իմ երևի հաջողության գաղտնիքներից մեկը հենց դա է, իսկ եթե դու ուզում ես նաև երկար ճանապարհ գնաս, պետք է լավ թիմ ունենաս, լավ գործընկերներ ունենաս, վստահելի հաճախորդներ, լոյալ հաճախորդներ ունենաս եւ միշտ նորարարություն բերես, նոր շունչ բերես քո բիզնեսի մեջ։ Այսինքն, երբ որ դու մի բան արել ես 3 տարի առաջ, չի կարող աշխատի հիմա, որտեղ տենդենսները փոխվում են, հիմա արհեստական ինտելեկտ կա, չէ՞, տարբեր սոցիալական նոր հարթակներ են առաջանում, նույն LinkedIn-ը, չէ, որ մի քանի տարի առաջ այդքան հայտնի չէր, հիմա ավելի այո, առաջնային է եւ դու պետք է հասկանաս իսկ հիմա քո պահանջարկը ինչու՞մ է կայանում, այսինքն չկա մի բան, որ դու արել ես մի քանի տարի առաջ ու կրկնես ու դա հաջողության հասնի, դու պետք է միշտ նորարարության մեջ լինես։
Շատ լավ, հաճախ երեխաները կամ երիտասարդները որոշակի գումար են հավաքում ու հաճախ ենք հանդիպում մտքերի, որ ընկնում են մտածմունքների մեջ, ինչի մեջ դնեն այս գումարը, արդեն այդ տարիքից փորձում են ինչ-որ բիզնես մտածողություն զարգացնել։ Եթե այդպիսի մի երիտասարդ ձեզ այս հարցը տար, որը կլիներ ձեր պատասխանը։ Ես կարամ իմ անձնական փորձով ասեմ, երբ որ ես 15 տարի առաջ որոշեցի բացել իմ գրասենյակը, ես մեր տան սեղանաթուռն եմ տարել եւ մինիմալ ֆինանսական միջոցներով սկսել եմ իմ բիզնեսը, բայց հենց առաջի ամսից ունեցել եմ արդեն եկամուտ։ Դա ինչի մասին է խոսում։ Երբ որ դու անում ես ինչ-որ ամիսներ շարունակ ու զգում ես, որ դա եկամտաբեր չի, ուրեմն դու պետքա մի քիչ ֆորմատը փոխես, հասկանաս, որ դա քոնը չի։ Բոլոր բիզնեսները չեն, որ մեծ ներդրումներ են պահանջում, օրինակ, եթե դու օնլայն խանութ ես ուզում բացել, դա էլ մինիմալ ներդրումներ է պետք, եւ իհարկե պետք է քո կողքինների քո ընտանիքի աջակցությունը, պետք է հավատան քեզ, քանի որ դու մենակով նույնիսկ ունենալով շատ մեծ գումարներ չես կարող հասնել ինչ-որ բանի, իսկ եթե ունես արդեն աջակցող ընտանիք, իմ դեպքում տենց է եղել, իմ մայրն է աջակցել ինձ, դու արդեն փոքր գումարով եւ մի քիչ էլ խելքդ աշխատեցնելով, հասկանալով ինչն է աշխատող, ինչը չէ, իհարկե կարող ես հաջողության հասնել։ Այ քիչ առաջ ձեր նշած այդ թիմի գաղափարը սկզբում ընտանիքի տեսքով է, չէ՞, բնականաբար ամենասկզբից անծանոթ մարդկանցով թիմ կազմելը նույն մեջքն ու ապավենը չի լինի, ինչ ընտանիքը կլինի։ Համամիտ եմ։ Մենք հաճախ տեսնում ենք մարդկանց, որոնք այնքան էլ փայլուն կրթություն չեն ստացել, բայց իրենց գործի գիտակն են, շատ լավ տիրապետում են իրենց աշխատանքին։ Ինչ եք կարծում, ինչ դեր ունի այս հարցում կրթությունը։ Կրթությունը իմ համար շատ կարևոր է, ինչու՞, որովհետև այն գիտելիքները, որ դու ստանում ես վաղ մանկության տարիքից, դու սպունգի պես կլանում ես դրանք։ Իսկ հետո արդեն դու քո նախասիրություններով ամրապնդում ես կամ էքսպերտ ես լինում այն ոլորտում, որը դու ես սիրում։ Բայց նույնիսկ այն բաները, անցած քո առարկաները, որը կարող է այս պահին դու չհիշես, բայց իրենք ամուր սկզբնակար են լինում, որ քո թե բիզնես գաղափարները կայանան, թե դու որպես մարդ կոմունիկացիայի մեջ լինես ավելի շփվող, ավելի հասկացող, ինչու՞ չէ, բիզնեսի մեջ նաև պետք է լինես հոգեբան։ Իսկ եթե դու չունենաս բավարար գիտելիքներ, քեզ ամեն դեպքում դա խանգարելու է։ Եթե նույնիսկ բաց եք թողել ու այդ պահին չեք ստացել այդ գիտելիքներ, հիմա այնքան դասընթացներ կա երկրորդ կրթություն ասված, հա, այսինքն դու ամեն դեպքում նույնիսկ այս տարիքում ես անդադ մտածում եմ նոր մասնագիտության չէ ավելի շատ նոր դասընթացների, նոր կրթության մասին, ինչի, որովհետև դա միանշանակ ներդրում է քո ապագայի մեջ, ինքդ քո վրա։ Իրականում կարծում եմ, որ մինիմալ կրթությունը դպրոցական մակարդակի մասին է խոսքը, Փառք Աստծո Հայաստանում չեմ ասի բոլորը, բայց մեծամասնությունը անցնում են, բայց այ դրանից հետո արդեն համալսարանական ակադեմիական կրթության մասին է խոսքը։ Ցավոք շատերը միգուցե գումարի պատճառով կամ այլ ինչ-որ աշխատանքին տրվելով տալով առաջնահերթությունը բաց են թողնում։ Այ կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է եւ մոտիվացիա կհանդիսանա շատերի համար, որ տարիքը չի ճանաչում, ուսանողի կարգավիճակը, այո, եւ եթե մարդիկ ուզում են այ բիզնեսում ներդրում անել, դա էլ ճիշտ ներդրում է հենց իրենց անձի նկատմամբ։ Շատ լավ։ Լիանա, որոնք են եղել ամենալուրջ խնդիրները, ամենալուրջ խոչընդոտները, որ առնչվել եք աշխատանքի ընթացքում։ Աշխատանքի ընթացքում ամենալուրջ հարցերը կարան լինեն, երբ որ դու մոտեցումների տեսակետի տարբերություն ես զգում հանկարծ քո եւ քո թիմի մեջ։ Որտեղ երբ որ ձեր արժեքները հանկարծ տարբեր են լինում, դուք չեք կարող մի ճանապարհով գնաք։ Ձեր ճանապարհները իհարկե բաժանվում են։ Բայց ժամանակ դու ընտրություն ես կայացնում քո արժեքներին հետևել, թե քո թիմը պահպանել, բայց իհարկե պետք է ամեն դեպքում քո արժեքներին նայես եւ հասկացնես, փորձես ընկալես եւ հասկացնես, որ մենք գաղափարակից ենք։ Ես միշտ չեմ ուզում ասել, հա, տնօրեն աշխատակից, ես մենք մի գաղափարի շուրջ ենք գնում, գալիս եք ինձ հետ գնացինք, հա։ Հիմնականում դրա հետ կապված է լինում, որտեղ դու ուզում ես փոփոխություններ դնես քո թիմի մեջ ու կա մարդիկ, որոնք կարող է չուզենան, հարմար է իրենց այդ տարբերական։ Ու դու հասկանում ես, որ պետք է մարդկանց հրաժեշտ տաս։ Ես ամեն անգամ
անկեղծ երբ որ իմ թիմի մի անդամին հրաժեշտ եմ տալի, ինձ թվում է ինձ մի մասնիկ ինձանից պակասում է։ Ու ես որ խոսամ, ես մարդկային արժեքներից ու մարդկային այդ հարաբերությունները իմ մոտ այնքան մեծ են ամրապնդված, որ ուրիշ խնդիրներ ինչ որ եղել է, իմ համար սենց անցողիկ են եղել։ Իմ համար միշտ ավելի ես կենտրոնացել եմ մարդկային ռեսուրսները, ամենաբարդը, որ ես միշտ դժվարացել եմ, մարդուց հրաժարվելն է ու հասկանալ, որ ուղղակի ձեր ճանապարհները բաժանվում են։ Ամեն դեպքում փառք Աստծո, որ դա կարող է զուտ գործնական բնույթի ներքո լինել։ Անձնական կյանքում մենք շարունակում ենք շփվել, բայց արդեն գործը չի կարա լինի դա։ Լիաննա, դուք բազմաթիվ երկրներում եք եղել, ոչ միայն շրջագայության նպատակով, այլ նաև ապրել եք մեգապոլիսներից սկսած մինչև գյուղական, ավելի փոքր միջավայրերում, վրաններում նույնիսկ, այո, եւ այլուր։ Երբ զուգահեռներ եք անցկացնում, ի՞նչն է առաջինը աչքի զարնում, օրինակ, ի՞նչն է պակասում մեր երկրին, մեր քաղաքին։ Նայեք, ես կարամ ասեմ, ինչ կա մեգապոլիսում առավելությունը եւ մինուսը, որ ծեր համեմատություն լինի։ Նայեք, մեգապոլիսում ուղղակի շատ է բազմազանություն, այսինքն դու ամեն տեսակի հետաքրություն կարող ես տեսնել թե ժամանցային առումով, թե հյուրանոցային բազաների ընտրության առումով, սակայն այնտեղ կան նաեւ, եթե դու հանգստի ես, հեռավորություններ իրար մեջ, այսինքն մեկ օրում դու չես կարող բոլոր տեսարժան վայրերը տեսնել եւ դա իհարկե քո ժամանակից է գնում։ Մեգապոլիսում մարդիկ ամեն դեպքում այդքան ջերմ չեն, ինչքան փոքրիկ գյուղական հանգստավայրերում։ Այդտեղի մարդիկ, քանի որ իրանց համար туриզմը շատ ավելի մեծ նշանակություն լինի, տուրիստական հոսքը տուրիստներին ընկալում են որպես հարազատներ։ Իսկ մեգապոլիսում դու ուղղակի շարքային մարդ ես, որ իրենց մոտ իրենց համար իրենք չեն ընկալում քեզ յունիկ որպես անհատ։ Իսկ փոքրիկ գյուղակներ կամ փոքրիկ քաղաքները, ավանները, իրենք քեզ ընկալում են ավելի հոգեհարազատ։ Երկրորդ հերթին այդտեղի սնունդը ավելի առողջարար է, ավելի համեղ է մի ձևի, իսկ մեգապոլիսներն ավելի ստանդարտ է հիմնականում լինում։ Բայց չեմ կարող ասեմ որն է լավը, որն է վատը։ Իհարկե բոլորն է պետքա փորձես, օրինակ վրանային հանգիստնել է ինձ դուր գալիս, քանի որ այդտեղ ավելի դու քիչ հոգևոր հանգստություն ես ստանում ու ավելի մոտ ես լինում բնությանը։ Բուտիկ հյուրանոցներում իր հետաքրությունները ունի, քանի որ ամեն մի դետալ այնքան հետաքրքիր է, որ դու անընդհատ ուզում ես տեսնել, որ մի ճարտարապետի կամ ինչ որ դիզայների աշխատանքն է արվում, կրուզային լայներների, հանգիստը լրիվ տարբերվում է իրարից, այսինքն դու կարաս ընտրես տարբեր հանգստներ ու ամեն անգամ դու հաճույք ստանաս իր յուրահատկությունից, կապ չունի թե դա մեգապոլիս է, թե ավելի փոքր քաղաք է։ Եվ ի վերջո որը կցանկանայիք բերել մեր երկիր, մեր քաղաք։ Կցանկանայի ավելի շատ, նայեք, ես համեմատում եմ մեր սերվիզը այլ երկրի սերվիզների հետ, մեր մոտ բավականին բարձր է սպասարկման մակարդակը ու շատ լավ է մեր մոտ սպասարկումը իրականացվում։ Ուղղակի ավելի շատ կցանկանամ, որ մեզ մոտ զարգանա մարդկանց նկատմամբ էմպաթիան։ Ապրումակցումը, հա, մի քիչ դա իմ կարծիքով մի փոքր պակասում է, չնայած մեր մոտ էլ կա շատ ուժեղ ջիգյար ասված է, որտեղ կարող է ինչ որ մի բան ասես, քեզ A կետից տանեն B կետ ու շատ հավեսով բացատրեն, օգնեն, փորձեն ամեն ինչ անեն, բայց մի քիչ էլ կարող է փորձեն քո արդեն անձնական կյանքի մեջ խառնվել, այսինքն ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակը կա, բայց ընդհանուր, երբ որ ես համեմատում եմ Երևան այլ քաղաքների հետ, ասեք, հաստատ կարամ ասեմ, որ Երևանը բավական շահեկան դիրքում է ինձ համար, ամեն անգամ երբ որ հետ եմ վերադառնում, այնքան ուրախ եմ, որ ես այստեղ եմ գտնվում։ Լիաննա, որևէ ոլորտում առհասարակ հաջողության հասած մարդկանց հաճախ են հարցնում, թե որն է այդ հաջողությանը հասնելու գաղտնիքը։ Իրականում կա մի բանաձև, որին հետևելով ամեն մեկը կարող է հասնել այդ հաջողությանը, թե դա խիստ անհատական է եւ ամեն մեկի դեպքում դա տարբեր ձևերով է ստացվում։ Իհարկե, շատ խիստ անհատական է, ես կարամ ասեմ իմ երևի հաջողության բանաձևերից մեկը, որ ես հստակ պատկերացնում եմ, թե ես ինչ եմ ուզում։ Ես շատ եմ սիրում վիզուալիզացնել եւ պատկերացնել, թե օրինակ 2 տարի կամ 5 տարի հետո ես ինչի եմ հասնելու, ինչ եմ ունենալու։ Օրինակ, կարամ բերեմ այս իմ նոր գրասենյակի հետ կապված, ես երևի մի 5 տարի առաջ երազում էի, որ ես ունենամ այնպիսի գրասենյակ, որ նման լինի սրճարանին, բայց չի պատկերացնում, դա ոնց պետք է ստանամ։
Իսկ հիմա այցելուները միշտ մտնում են ասում ոնց ռեզորտում լինենք սրճարանում, ասում ես 5 տարի առաջ վիզուալիզացրել ու պատկերացրել եմ այդ երազանքը։ Երկրորդ հերթին ես կարևոր հաջողության բանաձևերից մեկն է, որ ինչպես նշեցի, ունենաս ճիշտ թիմ եւ ճիշտ գործընկերներ եւ կարևոր պայմաններից մեկն է կզարմանաք ինչ եմ ասում հիմա, բայց թող այսպեսի sense բումային բան լինի, չբամբասել մարդկանցից։ Երբ որ դու չես չարախոսում, վատը չես ասում ինչ որ մեկից, այդ էներգիան քեզ չի գալիս որպես խաթարող բիզնես։ Իսկ երբ որ դու ավելի այտենց էմպաթ ես, ապրումակցող ես, ավելի նույնիսկ նես բաներ ես լսում, որ քո հետ են կապված, ասում ես ձեր լավն եմ ցանկանում, հանգիստ տոնով առաջ ես գնում, քո գործերը միշտ լավ է լինում։ Երևի հաջողության բանաձևերից կարևոր բաներ որ կանանցնեմ, որ քո վրա ինքնավստահ լինես քո ուժերի վրա, հստակ պատկերացնես թե ինչ ես ուզում, լավ թիմ ունենաս եւ բոլորին իրականում լավը ցանկանաս։ Լիաննա, մենք հանդիպել ենք, քանի որ միամսյակի ապրիլի 7-ի ավելի շուտ շրջանակներում, նախ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ձեզ էլ For You AM-ի կողմից այս գեղեցիկ ծաղկեփունջը ձեզ։ Շնորհակալություն, միշտ հաճելի է ծաղիկներ ստանալը, շնորհակալություն։ Եվ հետաքրքիր է առհասարակ իմանալ, թե ինչ վերաբերմունք ունեք այս տոնի նկատմամբ։ Շատ կանայք ասում են, որ սա մի ամսյակ չէ, 1 օր չէ, 2 օր չէ, այլ ամբողջ տարին պետք է կանանց համար տոն լինի։ Դուք ինչ կարծիքի եք։ Ես համակարծիք եմ, քանի որ երբ որ ես ամեն առավոտ արթնանում եմ, զգում եմ, որ ես արարելու, սիրելու, սիրվելու մեծ ցանկություն ունեմ եւ շնորհակալ եմ այս կյանքից իմ համար այդ օրը արդեն իսկ տոն է եւ պետք չէ 1 ամիս, 1 օր դա նշելու համար։ Ես դա նշում եմ ամեն օր եւ ցանկանում եմ, որ մեր բոլոր աղջիկները իրենց ամեն կյանքի օրը տոն սարքեն։ Չսպասեն ինչ որ մեկը գա տոն սարքի, իրենք իրենց համար դա տոն սարքեն։ Այս շատ հետաքրքիր մոտեցում ցուցաբերեցիք, որովհետև իմ հարցը հնչեցրած ավելի շատ այն կարծրատիպից էր ձևավորվել, որ կանանց տոնը պետք է տղամարդու մասնավորապես կողմից ինչ-որ կերպ ձևավորվի, բայց շատ հետաքրքիր մոտեցում է, որ կինը ինքն իր վրա պետք է աշխատի ու իր համար դա առաջին հերթին տոն դարձնի, որպեսզի հետագայում դա ակնկալի դիմացինից։ Շատ շնորհակալ եմ այս մեր տոնական եւ հետաքրքիր զրույցի համար, ինչը գտնում եմ շատ մոտիվացնող մեզ դիտորդների համար։ Կարծում եմ նման հնարավորություն ամեն անգամ չէ որ կարելի է ստեղծել եւ ձեր գործունեության մեջ անսահման մեծ հաջողություններ եմ մաղթում եւ թող ձեր բոլոր կանխատեսումները, ձեր վիզուալիզացիաները ամենամոտ ու սեղմ ժամկետներում իրականանան։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Go Travel տուրիստական ընկերության հիմնադիր, ճանապարհորդական փորձագետ Լիաննա Սահակյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում ոճաբան Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։